խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է, եւ մենք տեսնում եւ զգում ենք դա տեղում, այն հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Թրամփին, քանի որ իհարկե մենք աշխատում էինք խաղաղության օրակարգի վրա, բայց առանց նրա հանձնական մասնակցության ես չեմ կարծում, որ մենք կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք հիմա, առանց ԱՄՆ-ի նախագահի մասնակցության, եւ ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Գիտեք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը եւ նախագահ Թրամփը այն ստորագրեց որպես վկա։ Մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ։ Եվ դա իրոք պատմական փոփոխություն է։ Ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանում ընդհանրապես։ Քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ, ոչ միայն խաղաղ, այլ նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։